Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Բարև Դավիթ։ Բարև Լիլիթ ջան։ Ուրախ եմ, որ դուրս ես եկել։ Ես մի քիչ ուշացա, որովհետև խանութ էի մտել, ուզում էի Մարիայի համար միրգ առնեի։ Լիլ, արի դուրս գանք, դուրսում խոսանք, մեկը հիմա Մարիայի մոտ չեն թողնում։ Իսկ իմացաք ուր ա եղել գիշերը։ Այսինքն ուր ա եղել գիշերը։ Մեկը ինձ կարա բացատրից, թե ինչ ա կատարվում, ինչ ա խոսում ես աղջիկը։ Ուր ա եղել Մարիան գիշերը։ Դավ հիմա կխոսենք, հա։ Ճիշտ կլինի ես խոսեմ Դավիթի հետ։ Ապուլ Դավիթը չգիտեր, որ Մարիան տանը չի եղել գիշերը։ Չհասկացար Դավիթի ռեակցիայից, որ չգիտեր, ինչի ասեցիր։ Քեզ թվում է, որ իմանայի տեղյակ չի կասեի, ինչի չես զգուշացրել։ Հասրեցի, որ զգուշացնեմ, որ լեզու տատամերի տարանքում պայել լավ կլիներ, նոր էիր տեսել Դավիթին։ Տրամաբանություն էր պետք, ուրիշ բան չէիր կարող խոսեիր։ Հիմա ուզում եմ հասկանամ, ինչի ես իմ հետ այդքան վատ խոսում, որ չեմ իմացել, հա։ Հիմա ոնց էլ խոսեմ հետդ, մեկա ուշը արդեն։ Ինչքան հեշտ խոսում ես, այդքան էլ հեշտ նեղանում ես։ Ես գուշակ չեմ, որ դեմքիդ նայելով հասկանամ ինչ խոսեմ, ինչ չէ։ Սովորություն ունեցի, որ ինչ-որ կարևոր բան խոսալուց առաջ հետս քննարկես, որ հետագայում սենց պատմությունների մեջ չընկնենք։ Հիմա ինչ ա լինելու, որ ամեն ինչ իմանա Դավիթը։ Ինչ պետք է իմանա։ Մտածում ես, որ Դավիթն էլ քոպես մտածելու է, որ Ռաֆն է մեղավոր։ Ես չգիտեմ Ռուբենը ոնց կներկայացնի, բայց Դավիթը հիմար չի։ Ես քո ասելով համ իմ աղբորը, համ էլ քո աղբորը գցեցիր կրակի մեջ։ Իհարկե, եթե Ռաֆը կապ չունի ես ամեն ինչի հետ։ Ինչի ես այսքան թերահավատորեն խոսում։ Ես քո հանդեպ երբեք այսպիսին չեմ եղել։ Դավիթ, ես հասկանում եմ, որ այս նորությունը քո համար շոկային է, բայց դու հիմա պետքա սթափ նայես այս ամենին։ Սթափ։ Մարիան ամբողջ գիշեր տանը չի եղել ու ես գաղափար չունեմ ուրա գնացելու ինչի համար։ Ու դուք հիմա ինձ ասում եք, որ ես սթափն է, ո՞նց։ Մարիան հիմա իրան լավ չի զգում, որ քեզ բացատրություններ տա։ Ես էլ հստակ չգիտեմ ուրա գնացել ու ինչի։ Ինձնից էլ ժամանակ է խնդրել։ Լավ կլինի սպասենք։ Հեշտ եք ասում, գիտեք։ Ո՞նց սպասեմ։ Դավիթ, Ես մի քիչ առաջ հիվանդանոցի դիմաց Ռաֆին եմ տեսել։ Կարող է լակոտը Մարիայի այս վիճակի հետ կապ ունի։ Ոնց։ Ռաֆին։ Հա, Ստեղ։ հա, ստեղ։ Բայց այդ հիմա ընդհանրապես կապ չունի, դուք իմ հարցին պատասխանեք։ Չկա մեկը, ով իմ հետ կարա սենց խաղեր խաղա։ Ու քո այս տունտունիկի համար ես կարայի քո հետ անեին այն ինչ որ կուզեի։ Ուղղակի դեռ դիմանում եմ։ Դիմանալու եմ այնքան, մինչև ասես, թե ինչ ես լսել։ Ռաֆից տուն տար։ Չէ։ Ռաֆ։ Դու ինքդ ես գնալու ստեղից, ուղղակի չգիտեմ այս անգամ ոնց ես հասնելու, մանավանդ որ ասպետդ հաստատ հետևիցը չի գալու։
Ինչ ես իմացել, Մարիա։ Այսինքն Դու ինձ շատ լավ հասկացար։ ես հենց հիմա պապայիս եմ զանգում։ Հետ դուր ասում եմ Իսկ դու հարցիս պատասխանի։ Ես կիմանամ, թե դու ինչ գիտես, Մարիա։ Ու լեզուդ կկտրեմ։ Դավիթ, ես քեզ չեմ խափի։ Հա, ինձ էլ է թվում, որ Ռաֆը կապ ունի այս պատմության հետ։ Որովհետև Մարիայի հետ խոսելուց Ռաֆի անունը տվեցի, իսկ Մարիան չհերքեց։ Ես այդ Ռաֆին սատկացնելու եմ։ Սպասի։ Մինչև սատկացնելուց խոսել է, լսի մինչև վերջ ինչ եմ ասում։ Մարիան չէր ուզում, որ դու իմանայիր Ռաֆի մասին, հասկանում ես։ Դրա համար էլ ինչ չասեց։ Դրա համար էլ ինչ չպատմեց, ինչ ա եղել, ուր ա եղել, ոնց ա եղել։ Այսինքն շատ հնարավոր է, որ իմ բացակայության ընթացքում պատմությունը կրկնվել է։ Այսինքն եթե Ռաֆը կարողացել է Մարիային գիշերով նորից տնից դուրս հանի ու ես իմ ուր տանի, ուրեմն իրանք իրար հետ կապի մեջ են եղել։ Հակառակ դեպքում կգար ձեր մոտ, կպատմեր ամեն ինչ, եթե ես այդ պահին իր կողքին չեմ կամ հնարավորություն չի ունեցել հետս խոսի։ Ես այդքան հիմար չեմ, ամեն ինչի տրամաբանությունը կարողանում եմ գտնել, բայց այս ամեն ինչը ընդհանրապես ինձ դուր չի գալիս։ Ես քեզ հիմա ոչ մի բան չեմ ասի, որովհետև ես հստակ պատասխան չունեմ։ Արի սպասենք, տեսնենք ինչ բացատրություն է տալիս Մարիան։ Այսքանից հետո ինչ բացատրություն պիտի տա Մարիան։ Այն ինչ արել է, ինչ բացատրություն կարա ունենա, ես իրոք չեմ պատկերացնում։ Դավիթ, արի սպասենք։ Իմ խորհուրդը հիմա դա է։ Սպասենք, տեսնենք ինչ բացատրություն կտա։ Վստահ եմ, որ մի բացատրություն կունենա, որ գնացել է այդ քայլին։ Հա, ես էլ եմ բարկացած Մարիայի վրա։ Քեզ թող չթվա ես պաշտպանում եմ, բայց պետք է հասկանանք ինչի ա արել։ Ինչի ա գնացել այդ քայլին։ Ես ձեր նման համբերատար չեմ։ Պետք է լինես տղես։ Մանավանդ հիմա, որ Մարիան էս վիճակում է, պետք չի ճնշել։ Սխալ է դա։ Ուր են երեխեքը, ինչի մինչև հիմա տուն չեն եկել։ Մարիան ամբողջ գիշեր տանը չի եղել, հիմա մրսած, հոգնած։ Ասես որ բաժնում մի քանի գործ կա դեռ անելու, այդպես չէր կարող թողնել ու գալ։ Բայց Մարիան ինչ կապ ունի այդ գործերի հետ։ Թող Մարիային ուղարկեր, ինքը հետո կգար։ Էլ չեմ դիմանում։ Ուզում եմ իմանամ, ուզում եմ Մարիային տեսնեմ, իմանամ ինչի գիշերը տուն չի եկել, ուր ա եղել։ Երևի Դավիթի գործի հետ է կապված։ Դրա համար էլ Մարիան մնացել է։ Դու լավ կանես գնաս քո սենյակ մի փոքր հանգստանաս։ Հենց որ գան ես քեզ կկանչեմ։ Նոնա, ինչի է ինձ թվում, որ դու ինձանից ինչ-որ բան ես թաքցնում։ Չէ, մամ ջան, ես քեզ այնց ոչ մի բան չեմ թաքցնում։ Ռուբենը ինչ որ ինձ ասել է, նույնը ես քեզ եմ ասում։ Դավիթ ինչ-որ բան է եղել։ Դու ես բան չունես ասելու Մարիա։ Ասում ես ոնց ես կարացել սենց մրսել։ Չգիտեմ, Դավիթ, ստացվել է։ Իսկ ոնց է ստացվել։ Ասենք տանը նստած, թե գիշերով ինչ-որ միտեղ։ Դավիթ, նորմալ է, որ մարդ չի նկատել, թե ոնց է մրսել կամ ոնց է վատացել։ Այդ ուղղակի լինում է։
Փաստորեն տենց ուղակի է, հա լինում։ Հա, Դավիթ, չեմ հասկանում, ինչ ես սենց ագրեսիվ։ Ես ագրեսիվ չեմ։ Հարց եմ տալիս, ուզում եմ հասկանալ ինչն է քեզ այս վիճակին հասցրել։ Ինչ որ տարօրինակ բան կա ասածիս մեջ, Մարիա։ Չէ, քեզ նման չես, այն տպավորությունն է, որ չես հավատում ինձ։ Իսկ դու ինչ որ նորմալ բան ասում ես, որ ես հավատամ կամ չէ։ Դավիթ, բժշկի հետ չես խոսել։ Չի ասել, որ վիրուս է։ Երևի ինչ որ մեկը հիվանդ է եղել, ես էլ իրենից վարակվել եմ։ Կամ էլ մրսել եմ ու չեմ զգացել ոնց եմ հիվանդացել։ Ու ընդհանրապես հիմա վիրուսները շատ տարածված են։ Հերիք է, Մարիա, հերիք է։ Մարիա ջան, ոնց ես։ Արդեն բավականին լավ եմ։ Շատ լավ է։ Հիմա ես մի ներարկումն էլ կանեմ ու քեզ դուրս կգրենք։ Լուրջ։ Իսկ վստահ եք, որ հետո չի վատանա։ Հնարավոր է, որ ջերմությունը բարձրանա, բայց նման ցնցումներ հաստատ էլ չեն կրկնվի։ Մենք ինչ պետք է արել ենք։ Տեղատոմսը բժիշկը կտա։ Կհետևի ու ամեն ինչ լավ կլինի։ Իսկ հիմա դուրս եկեք, ներարկում անեմ։ Ես էլ ուզում էի Մարիայի մոտ մտնեին էլ փոշմանեցի։ Ինչի։ Դե որովհետև չեմ ուզում, որ Մարիան էլ ինձանից նեղանա։ Ես ախր իրոք չգիտեի, որ Դավիթը տեղյակ չի։ Արի կլինի այս թեման փակենք։ Չէ, չի լինի, որովհետև տեսնում եմ, որ նեղացած ես։ Ես նեղացած չեմ, ջղայնացած եմ։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Աբուլ, ախր դու նույնիսկ չէիր էլ ասել, որ Դավիթին բաց են թողել։ Մենակ ասել ես, որ Մարիային գտել եք։ Լիլիթ, ասեցի արի այս թեման փակենք, վերջ։ Հիմա ինչ անեմ։ Թողնեմ ամեն ինչ այսպես լարված ու գնամ։ Ինչ ուզում ես արա։ Ես հիմա մենակ իմ աղբոր մասին եմ մտածում։ Հիմա ամեն ինչ խառնվելու է իրար, չգիտեմ ինչա լինելու։ Ես ինչ հորեցի։ Դավիթին ստորագրությամբ եմ բաց թողել։ Եթե հիմա ինչ-որ բան արես, գալու են հետևից։ Իսկ ես վստահ եմ, որ ինչ-որ բան անելու է։ Դու ուղղակի կլինի այսօր ամբողջ օրը իր կողքին մնա։ Եթե ինչ-որ բան լինի, զանգի Ռուբեն Հոպարին միանգամից։ Ինչ հեշտ ես պատկերացնում ամեն ինչ։ Հիմա ամեն ինչ անելու ես, որ ես ինձ ված գամ։ Լիլիթ, արի կլինի գնա տուն, ես չեմ ուզում քեզ նեղացնել, բայց հիմա ուզում եմ մտքերս հավաքել, հասկանամ ինչ եմ անելու։ Նեղացնել էլ ոնց է լինում։ Ես չէի պատկերացնում, որ դու ունակ ես իմ հետ սենց խոսել։ Էնել եմ պարագայում, որ չիմանալով ու չհասկանալով ինչ որ ավելորդ բան եմ ասել։ Ախր ես հո միտումնավոր չեմ արել։ Բոլորի հետ էլ կարա պատահի, չէ, որ չիմանա ու ինչ որ բան ասի, այդ նորմալ է, որ ես ասեցի վերջ։ Ես տուն եմ գնում։ Կճանապարհեմ։ Ինձ ճանապարհել պետք չի։ Հիմա քեզ կենտրոնանալ է պետք։ Դու ավելի լավ նստես ու կենտրոնանաս։ Հա, ով է։ Ռուբեն, ոնց է երեխես։ Արդեն լավ է, պատրաստվում ենք տուն գնալ։ Էլ չի ջերմում։ Չէ, բժիշկի հետ խոսացի, ասաց ամեն ինչ նորմալ է։ Մի քանի նշանակումներ արեց, որ տանը բուժումը շարունակենք։ Լավ, որ կարողանա խոսել, խնդրում եմ, ասա թող ինձ զանգի։ Կասեմ։ Չմոռանաս, Ռուբեն։ Չեմ մոռանա, հիմա Մարիային մի քանի օգնելու բան կա, հետո կզանգեմ, հա։ Լավ։ Դու այն օրը, որ խոսալուց Մարիայի մասին վատ արտահայտվեցիր, այդ Ռաֆի հետ էր կապված։ Ինչ որ բան է Աբուլ ականջիդ ասել։ Դու ինչ գիտես Ռաֆի պատմություններից։ Այսինքն պատմություն էլ չէ, պատմություններ։ Չնայած ինչ եմ զարմանում, ես լավ էլ հասկացել էի։ Դավ,
Հիմա պետք է ավելորդ ուշադրություն գրավել, ինչ-որ բաներ անել։ Աբուլ, ինչ գիտես այս ամեն ինչ հետ կապված, ինձ ասա։ Ոնց բոլորը տենց էլ ես սպասում եմ Մարիայի բացատրություններին, Դավո։ Ինչ ես ինձ խափում։ Այն օրը որ խոսում ես շատ ավելի լարված էիր։ Այդ նշանակում է կամ ինչ-որ բան ես տեսել, կամ լսել ես, Աբուլ։ Դավո։ Աբուլ, հարցիս պատասխանի, ոչ մի բան չեմ ուզում խոսես։ Մի անգամ տեսել եմ, թե ոնց է Ռաֆը Մարիային տուն ճանապարհում։ Միասին գնում ենք տուն։ Պապ, մինչև մեքենան միացնես, ես ու Դավիթն էլ կգանք։ Լավ, գնացինք։ Դավիթ, ինչ ա եղել, ինչ ես քեզ սենց պահում։ Ինչ ունեիր ասելու հիվանդասենյակում, որ կիսատ մնաց։ Գնանք հասնենք տուն կիմանաս, Մարիա։ Ես հիմա եմ ուզում իմանամ։ Դավիթ, ինչ ես քեզ սենց սառը պահում, նույնիսկ ձեռքս չբռնեցիր։ Իսկ դու քեզ շատ ճիշտ ես պահում ինձ խաբելով, հա։ Այսինքն։ Գնանք հասնենք տուն խոսենք մնացածը։ Սպասի։ Ինչ ես լացում։ Չեմ լացում։ Ուղղակի դրսի սառը օդից աչքերս լցվել է։ Ու երկնքից 3 խնձոր ընկավ։ Մամ, տրամադրություն չունեմ, էլի թող գնամ պարկեմ։ Այդ տեղից սկսի։ Դու որ տնից դուրս էիր գալիս, լավ էլ տրամադրություն ունեիր։ Ինչ ա եղել, ինչ ես լացում։ Մամ, ինչի չեկար։ Ինչի հասցեն ուզեցիր ու չեկար։ Փոշմանեցի։ Ինչի։ Որովհետև հիշեցի, թե այդ աղջիկը ինչ էր աբերել իմ տղու գլխին, ու չեկա։ Լավ էլի։ Ավելի լավ է, իմ գալ չգալը արի չքննարկենք։ Ինձ ասա ինչ ես լացում, էլի իմ Ռաֆին են քննարկել։ Չէ, մամ ջան, հանգիստ տեղի։ Ռաֆին չեն քննարկել։ Ես գիտեմ, որ դու մենակ Ռաֆի մասին ես մտածում, բայց չէ, չեն քննարկել։ Բա ինչ ես։ Ես շուտով գժանոցում եմ հայտնվելու։ Արդեն զգում եմ։ Մարիան ջան, ոնց ես։ Լավ եմ, մամ ջան, լավ եմ, մի անհանգստացիր։ Դե որ ամեն ինչ լավ է, ուրեմն Մարիա, դու մեզ բացատրելու բան ունես, եկեք ժամանակ չկորցնենք։ Պապ, բայց… Մարիա, ես ամեն ինչ գիտեմ։ Եթե իմ մասին ես փորձում պապա հետ ինչ-որ բան հասկացնել, ասեմ, որ իզուր է։ Ուր էիր գիշերը։ Էլի Ռաֆի հետ էիր։ Գիշերները չէիր հետ եղել։ Որ սպասես կբացատրեմ։ Այնքան հետաքրքիր է, այդ ինչ պիտի բացատրես, որ պահվածքդ արդարացնի։ Փաստորեն իմ բացակայության ընթացքում քեզ ընդհանրապես չես կորցրել։ Դավիթ, չափերդ մի անցի։ Ես հասկանում եմ, որ բոլորդ ինձ եք մեղադրում, բայց նաև հասկանում եմ, որ դուք շատ սխալ եք պատկերացնում իմ ու Ռաֆի հարաբերությունները։ Ամեն ինչ լրիվ ուրիշ ա եղել։ Ես իրոք էլ չեմ կարողանում լսել։ Ես ուղղակի չեմ պատկերացնում, այդ ինչ պիտի եղած լինի, որ դու գիշերով դրա հետ տնից դուրս գաս։ Մի հատ հանդարտվեք։ Հերիքա գորրակ իրար վրա, չեք թողում մարդ բան հասկանա։ Բացատրություն էիր ուզում, հենա բացատրություն ա տալիս։ Ինչի՞ չես լսում։ Դավո կթողնես լսենք Մարիային։ Չէ, չեմ թողի։ Որովհետև Մարիայի այս պահվածքը ոչ մի արդարացում չի կարա ունենա։ Սխալվում ես, Դավիթ, ես հենց այնպես չեմ շփվել Ռաֆի հետ։ Շփվել։ Լուրջ ես դու հիմա խոսում, Մարիա, այսինքն շփվել եք։ Հա, բայց այդ շփումը լրիվ ուրիշ նպատակ ա ունեցել։ Ես հենց այնպես չեմ շփվել Ռաֆի հետ։ Հենց այնպես չեմ հանդիպել ու հետո խոսել։ Ես այդ ամենը արել եմ քո համար, քեզ օգնելու համար։ Այսինքն ինձ օգնելու համար դու Ռաֆի հետ հարաբերություն ես վերականգնում, Մարիա։ Սպասի մի րոպե, Դավո։ Մարիա ինչ է նշանակում Դավիթի համար շփվել ես Ռաֆի հետ։ Մարիա, այս քո ասածները դեռ քեզ չեն արդարացնում։
Ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ Ռաֆն է սպանել Արտակին։ Ինչ։ Այսինքն Չի էլ զանգել։ Ես չէի պատկերացնում, որ դու ունակ ես իմ հետ սենց խոսել։ Էնել եմ պարագայում, որ չիմանալով ու չհասկանալով ինչ-որ ավելորդ բան եմ ասել։ Ախր ես հո միտումնավոր չեմ արել։ Բոլորի հետ էլ կարա պատահի, չէ, որ չիմանա ու ինչ-որ բան ասի, այդ նորմալ է, որ ես… Ասեցի վերջ։ Ես տենց էլ չկարողացա քո համար լավ որդի լինեմ, պապ ջան։ Չեմ թաքցնում էլ։ Հիմա էլ կատարյալ չեմ։ Ես շատ սխալներ եմ արել, պապ։ Շատ, բայց Այս վերջին արածը սխալը, որը քեզ ստեղ հասցրեց իմ խղճին է։ Ես այդ երբեք չեմ կարող մոռանալ։ Բայց էսի մեությունը չի, պապ։ Սովորություն է դարձել։ Ես չեմ կարողանում։ Ես չեմ կարողանում ներել մարդկանց, ովքեր ինձ ցավ են պատճառել, պապ։ Ես այդքան ուժեղ չեմ։ Ես քո պես ուժեղ չեմ, որ ներեմ բոլորին։ Կներես ինձ, պապ ջան։ Ես հիմա ինչ ասում եմ, շատ վստահ եմ ասում։ Արտակին Ռաֆն է սպանել։ Ես դեռ ապացույցներ չունեմ ու դրա համար է, որ Ռաֆը հիմա հանգիստ ման է գալիս։ Մարիա, դու հասկանում ես, որ հիմա շատ լուրջ բան ես ասում։ Հա, պապ, հասկանում եմ։ Ու նաև հասկանում եմ, որ մարդուն անտեղի տեղը զրպարտելն էլ է սխալ։ Բայց իմ կասկածները շատ լուրջ են։ Այսինքն դու հիմա խոսակցությունը փորձում ես տանես մի կետի, որտեղ կարողանաս ասել, որ Ռաֆի հետ սկսել է շփվել մենակ նրա համար, որ կարողանաս այդ ամեն ինչը պարզել։ Հա, Դավիթ, հա։ Որովհետև մենք ուրիշ տարբերակ չունեինք ու ժամանակ էլ չունեինք։ Լրիվ ցնդել ես, Մարիա։ Քեզ թվում է ես այնտեղ նստած քո օգնությանն էի սպասում։ Կարող է չէի սպասում, բայց էդին որոշումն է եղել։ Ես չէի կարող գալ տուն, ձեռքերս ծալած նստել ու սպասել, թե դու երբ ես Ռաֆի արածների համար պատասխան տալու։ Մարիա, կոնկրետ ինչ կասկածներ ունես։ Մեկը այն, որ Արտակի մեքենան Ռաֆներ կոտրել։ Դավիթ, հիշեցնեմ, որ դրա համար էլ էին քեզ մեղադրում։ Ինչ։ Իսկ դու որտեղից իմացար։ Մարիա։ Ինչ կարևոր է, պապ։
Կարևոր է որ հարցնում եմ։ Լիլիթն է ասել։ Ու ասելա, որ Աշոտ Հոպարն է օգնել Դավիթին ոստիկանությունից դուրս գալ։ Աբուլ, խնդրում եմ, Լիլիթի հետ չվիճես, հա։ Ստացվում է, որ Լիլիթը ինձ էլ է խաբել, Մարիա։ Բայց իրեն էլ է կարելի հասկանալ։ Ռաֆը իր եղբայրն է ու հետո Աշոտ Հոպարը ամեն ինչ արել է Դավիթի համար։ Դավիթին ստորագրությամբ բաց կթողնենք, պարոն Դավթյան։ Բայց այն ինչ դուք արեցիք իմ նկատմամբ վիրավորական է։ Ինչ եմ արել։ Այսինքն։ Դե պարոն Վարդանյանը միջամտեց։ Աշոտը։ Ուզում եք ասեք, թե պարոն Վարդանյանը չգիտեք ում դիմել Դավիթի հարցով։ Ես բոլորովին տեղյակ չեմ։ Իմ համար դա նորություն է։ Քեզ թվում է, որ իմանայի կկանչեի իմ մոտ։ Դավիթի համար ինձ պարոն Լալայանն է զանգել։ Իսկ պարոն Լալայանի հետ միայն դուք եք կապի մեջ։ Ես չեմ դիմել Լալայանին։ Փաստորեն Աշոտն է դիմել Լալայանին։ Ու հետո ես ամեն ինչ անում էի, որ Ռաֆի հետ կարողանայի ուղղակի ինկերական շփում ունենալ։ Դավիթ, կրկնում եմ, ուղղակի ինկերական շփում։ Ու այդ ժամանակ շատ տարօրինակ կերպով Ռաֆը սպանությունից էր խոսում։ Հետո հարցնում էր, թե ոնց են վարվում այն մարդկանց հետ, ովքեր առանց հասկանալու են սպանություն գործել։ Արդյոք իրենց ներում են, թե չէ։ Ու էլի տենց նմանատիպ տարօրինակ բաներ։ Դու հիմա հասկանում ես, չէ՞ Մարիա, որ քո ոչ մի ասածը քեզ չարթարացրեց։ Եթե մի քիչ առաջ ես քեզ հասկանում եի, հիմա ընդհանրապես չեմ հասկանում։ Դու ինքնագլուխ բաներ ես արել, Մարիա։ Թքած ես ունեցել, որ իմ նշանացնես։ Թքած ես ունեցել, որ Ռաֆը իմ թշնամին է։ Դու քեզ վտանգի տակ ես դրել մի բանի համար, որ ընդհանրապես չգիտես իրականության հետ կապ ունի թե չէ։ Ու հիմա եկել հայտարարում ես, որ իմ համար ես արել։ Քեզ թվում է հիմա ճակատդ պիտի պատճեմ կամ շնորհակալություն հայտնեմ, որ ինձ նվաստացրել ես ու քեզ վտանգի տակ ես դրել։ Դավիթ կլինի առանց տականալու։ Հա, ես հասկանում եմ, որ դժվար է, բայց փորձի մի փոքր սառը դատիր։ Դավիթ, խնդրում եմ։ Ռաֆը լավ էլ օգտվել է քո միամտությունից։ Դրա համար էլ քեզ գիշերով տնից դուրս է հանել ու չգիտես թե… Դավիթ։ Լավ։ Մարիա, եթե այդպես է, ինչի՞ մեր հետ չես կիսվել կասկածներով։ Մենակ ես գործել։ Որովհետև եթե ասեի ու բոլորով խառնվեին, Ռաֆը ամեն ինչ հասկանալու էր ու սկսեր խուսափել։ Հիմա ինչ ես առաջարկում, նստենք ու սպասենք ձեր նոր զարգացող հարաբերություններին։ Հիմա ոչ մեկդ էլ ոչ մի բան չեք անում։ Ինչ անում եմ, ես եմ անում, ես ինքս կպարզեմ։ Ռաֆը կապ ունի այդ սպանության հետ, թե կապ չունի։ Ես հիշում եմ, որ այն ժամանակ Աշոտը միջնորդեց, որ հանեն Դավիթին։ Փաստորեն մեղքը մեղմացնելու համար։ Իսկ դու, Մարիա, շատ սխալ ես արել, որ առանց ոչ մեկից ոչ մի բան զգուշացնելու գնացել ես տենց քայլերի։ Ամեն ինչ կարար ավելի վատ ավարտ ունենար։ Պապ, խնդրում եմ, քեզ ոչ մի բան մի արա։ Ռաֆը հազիվ սկսել է ինձ վստահել ու որպես ընկեր ընդունել, հետը սկիզբում է, իսկ եթե դուք խառնվեք, ամեն ինչ կհասկանա, կմտածի, որ կասկածում եմ իրեն։ Ես հազիվ եմ իրեն հակառակը համոզել։ Ռաֆը լավ էլ ամեն ինչ հասկանում է, հերիքա քեզ մի ամիտի տեղ դնես։ Եթե չհասկանար, քեզ գիշերով տուն կբերեր։ Վերջ։ Էլ ոչ մեկը չեք խոսում։ Դավիթ, սպասիր։ Ինչի՞։ Հերոսություններդ կիսատ են մնացել, եկել ես մինչև վերջ պատմես, էլ չեմ ուզում լսել։ Ինչ լսել եմ արդեն հերիքա։ Դավիթ, կլինի քեզ սենց չպահես։ Դու շատ լավ գիտես, որ Ռաֆը… Ինչ ա եղել գիշերը, Մարիա։ Նեղացել ա քեզ այդ անասունը։ Ինչ կարևոր է։ Կարևորը ես հիմա այստեղ եմ, ողջ եմ ու առողջ։ Դու հարցիս պատասխանի։ Չի նեղացրել, ոչ մի բան էլ չի արել։ Բա ինչի տուն չես եկել։ Ուր էիր, Մարիա։ Բարձա։ Չես ասում։ Աբուլին ասա թող դուրս գա, գնում ենք։ Դավիթ, հիմա սենց նեղացած գնալու ես։ Դե եթե դու չես ասում ինչ ա եղել, ես պիտի պարզեմ, Մարիա։ Դու շատ լավ գիտես, որ եթե Ռաֆը հիմա ամեն ինչ իմացավ, մենք էլ շանս չենք ունենա ապացուցելու, որ ինքն է արտակին սպանել։ Ինձ չի հետաքրքրում, Մարիա, ես թքած ունեմ։ Պահկվոցի չեմ խաղալու։ Աբուլին ասա դրսում իրան եմ սպասում, թող գա։
պատասխանում, Ռաֆ, ուր ես։ Ալո։ Վերջապես Մարիա ջան, ինչի՞ չես պատասխանում զանգերիս։ Ան հիմա ինձ այդքան էլ լավ չեմ զգում, հետո կխոսանք, հա։ Բայց գոնե բացատրի հասկանամ ինչ ա եղել, լուրջ բան ա եղել։ Կպատմեմ, ան։ Ես այդ լակոտին սատկացնելու եմ Աբուլ։ Այս անգամ հաստատ ինքը իր արարածների համար պատասխան է տալու։ Կլինի հանգստանաս։ Սատկացնելով հարցին լուծում չես տա։ Հենց էտա որ կտամ։ Ես հենց հիմա պիտի գտնեմ դրան։ Բաժանորդն անասանելի է։ Խնդրում ենք փորձել մի փոքր ուշ։ The subscriber Հələ սա անասունին է, անասանելի է։ Ինչ։ Ինձ դրա տանասեն ասա Աբուլ։ Գնում ես իրաստուն ինչ անես, Դավո։ Աբուլ հարցեր մի տու ավելորդ ուղակի հասցեն ասա։ Դավո արի չմոռանանք, որ իրանց տանը Լիլիթն էլ է ապրում։ Գնալու ես վախենա։ Ես այնքան հիմար չեմ, որ Լիլիթի աչքի առաջ ինչ որ բան ասեմ։ Ամեն քեզնից չիմանամ Աբուլ ուրիշից եմ իմանալու հենց որ հասցեն ասա։ Ոնց ես Մարիա ջան, ուր է իր ամբողջ գիշերը։ Տատ ուղղակի ուզում էի մենակ մնալ։ Չկարծեցի, որ այսքան կանհանգստանաք։ Չէ, այդ քեզ նման չի։ Դու երբեք տենց անպատասխանատու չես եղել։ Դու միշտ զգուշացրել ես, որ տանից դուրս ես եկել։ Տատ չես նեղանա, եթե հիմա այդ մասին չխոսենք։ Ուղղակի առանց էդ էլ նեղված եմ։ Չէ, չեմ նեղանա, բայց խոստացի, որ հետո այդ մասին խոսելու ենք։ Խոստանում եմ։ Հիմա կարող եմ լուր կողքդ նստել։ Կարող ես, բալես, կարող ես, իմ աղջիկ։ Այս վայրենին ով է։ Ուր է տվել։ Տանն է։ Չհասկացա, այս ինչ պահվածք է։ Դու հարցիս պատասխանի։ Դա վարի գնանք ստեղից։ Ես միջև Աբուլ դրան չտենամ ոչ միտեղ չեմ գնալու։ Ուր է Սարա։ Ռաֆ։